իմանցես կպապակի ու նաև գմարի դերոջը սրահներուն համար, իմ սիրտս ու իմ մարմինս ծնծությամբ կահագեն, գենտանի աստուծուն, ճնճվու գնա դուն կդավ ու ձիձերլիգը իրեն պույն իր ծակերը տնելու համար, քու սեղաներուն քո ով զորացներ, իմ թակավորս ու ասվածս, երանի անոնց, որ կուդանըտ մեջ կպնագին, անոնք անդատար կեզ իդի օրդնեն։ Մի խնդրեմ, որ ոտքի վրա ալան և գիտենք, որ այս շապատ, ուրպատ, ավելի 24 է, մեր հատվածը հատուությամբ փոխադարձ եղող գարտանք և վերջը աշխոտ եղբորահոտ կողմելի շարունակեն։ Արդ հավատքը հուսացված բաներուն հաստատությունը ու չերացած բաներուն ապացույցն է։ Հավատքով ապայել կայինի ամերի ամենքով մատուցիքացով, որով կայվեցավ արդար դնալը։ Հավատքով ենով երկրև փոխադրվեցավ, որպեսի մահ չտեսնե, ու դեղ մջեր գտնվեր, վասնզի ասված փոխադրեց զանիգա։ Հավատքով որ պատկան ապուտով ձերցերեցավ բաներուն համար, կախելանան շամից։ Հավատքով երբ Աբրահամ կանչվեցավ, բդի գրավ այն դեղի ելնելու և գնաց, ու չեր գիտեր թե ուր երթա։ Հավատքով մոտեց եղբորը, չընդունեց բարավորյալ տամոսի, քանզիոնամի առայսեպեց, աստոց ժողովրդի դեմ ծարծարիր, քան թե մեղած ժամանակավոր ծվախտությունը վայրեց։ Եվ ավելի մեծ հարստություն սևեց Քրիստոսի նախադինքը, քան թե Եգիպտոսի կանցերը, վասնզի դիտելով կսպասել վարձքի հատուցումին։ Հավատքով Եգիպտոսը թողուց, ուշտվածավ թագավորին բանությունեն, վասնզի համբերեց, որպեսզի անտեսանելի կտեսնի։ Եվ ալ ինչս եմ, վասնզի ժամանակը բավական չէ, որ պատմեն Գեդեոնի ու Պարագի և Սամսոնի ու Հեպտայի և Դավիթի ու Սամվելի և ուրիշ մարգարեներուն համար, որոնք հավատքով թագավորություններով հանդեցին, արդարություն գործեցին, խոստումներով հասան, այրուցներու բերաններ գործեցին կրակի զորություն մանեցին, սուրի բերներ ազատեցան, նկատությունը ուժործան, պատրաստներ զորավոր եղան, օտարներու բանակներ ծրվեցին։ Իներ իրենց մերելները ընդունեցին հարություն արած, ոմանք չարչարվեցան և չընդունեցին ազատությունը, որպեսզի լավագույն հարության հասնին, ուրիշները նախադիտներու ու ձեձերու, նաև գաբերու ու փանդերու փորձը արին։ Արտադրվեցան, ծղոտվեցան, գործանքի մեջ ինան, սրով սանվելով մերան, ոչխարի մորթով ու այդի մորթով պլտեցան, կարողություն քաշելով, դեղ լինալով, չարչարվելով, որոնց արժանի չէ աշխարհս, անպատվելու ու լեռներու և հայրերու ու երկրի խորհրդներու մեջ մորելով։ Ուրեմն ով պիտի զավե մեզ Քրիստոսի սերեն, դարավանքը, կամ նեղությունը, կամ հալածանքը, կամ սովը, կամ մեկությունը, կամ պտանքը, կամ սուրը, Ինչպես ծնված է ամեն օր քեզ համար բանալի, որովհետև ոչխարի վերցրեց, ապա այս ամեն բանալի մեջ ալարի մամրոբնան, անորով վերցրեց։ Այո, աղոթելուց առաջ հիշենք, որ 11 տարի առաջ տեղի ունեցավ ոճրագործություն, հայոց մեծ եղերն են կոչում, երբ որ անօգնական մարդիկ, անպաշտպան մարդիկ, հայեր, զուտ նրա համար, որ հայ են և քրիստոնյա են, ենթարկվեցին ցեղասպանության։ Մենք որպես հավատացյալներ աղոթում ենք, որպեսզի Տերը
իր արդար դատաստանը անի եւ Աստծո խոսքն ասում է վրեժխնդրությունը իմս է, ես հատուցում կդամ, ասում է Տերը Հռոմեացիս 12:19։ Ոչ միայն այսքան, այլ աղոթում ենք, որպեսզի դարձի գան մարդիկ, չարությունից ետ կանգնեն, զղջան իրենց մեղքերի համար, իրենց հայրերի մեղքերի համար եւ ապրեն ուղիղ եւ մաքուր կյանք։ Ամեն։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք այս կիրակնօրյա պաշտամունքի համար, հավատքով եկել ենք քո առջև, որովհետեւ դու տալիս ես ամեն օրհնությունները, երկնային եւ երկրային, օրհնես հիմա քո ժողովուրդը, մենք եկել ենք տարբեր հոգսերով, տարբեր մտքերով, բեռնավորված, բայց եկել ենք քո մոտ, որովհետեւ դու քո ձեռքը բացում եւ կերակրում ես ողջ տիեզերքը։ Օրհնի յուրաքանչյուրիս Տեր, եւ այստեղից օրհնված, նորոգված, բժշկված եւ ներված ուրախ մեր տները վերադառնանք։ Անցնում ենք քեզ ողջ պաշտամունքը, փառք ու պատիվ է քեզ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, Հավիտյանս, ամեն։ Խնդրում ենք նստենք, կարող եք նստել եւ շարունակենք հիմա երգելով, երգաշտելով մեր Տիրոջ։ Սոր բավականի երգելու ենք միասին, միայն չենք լսելու, այլ մասնակցելու ենք, ամեն, բոլորս միասին, դժվար պահին դու հույս լսի։ Դժվար պահին դու հույս լսի, Գիտեմ կանգնած ես դու իմ կողքին, հավատալիմ ես դու Տեր մինչև վեր, թե փոթորիկ է շուրջը իմ, ապավեն ես դու իմ կյանքին, իմ հովիվն ես որին վստահում եմ ես, Դժվար պահին դու հույս լսի, գիտեմ կանգնած ես դու իմ կողքին, հավատալիմ ես դու Տեր մինչև վեր, թե փոթորիկ է բոլորս միասին, թե փոթորիկ է շուրջը իմ, ապավեն ես դու իմ կյանքին, Իմ հովիվն ես որին վստահում եմ ես, երցեր և գիշեր, դու իմ կողքին ես միշտ գիտեմ, և դու ինձ ես ամենու, Հիսուս երբեք դու չես փոխվում, Նույն ես Տեր և երեկ և այսօր և հավիտյան, Խոստումներիդ մեջ եմ կանգնած, ձեռքերիդ մեջ եմ ահարգած,
ամուժար, ով մեծ Աստված պատվում է քեզ։ Իմ ամուժար, ով մեծ Աստված պատվում է քեզ։ Հաջորդ երգը հարության երգ է։ Քրիստոսի հարության մասին։ Տոնեցինք չէ հարությունը։ Եվ այս երգը այս տարի է գրվել Անահիտ քույրը, շատ նոր երգ է, առաջ անգամ եք դուք լսելու, բայց վստահ եմ շատ կսիրեք։ Պատրաստ եք երգեք։ Բարերի շատ ուշադրություն դարձնենք։ Քո խաչին երբ ես նայում եմ, հասկանում եմ ինձ համար է, ու սրտիս մեջ հավատում եմ, հարություն ես դու արել, դու վախերն իմ պարատել է, իմ ճապան լուսավորել է, քո հոգով ինձ ավետել է, հարություն ես դու արել, ես ամեն քեզ օգնելու եմ, քո գործերը պատմելու եմ, ամենուր դավանելու եմ, հարություն ես դու արել, ես ամեն քեզ օգնելու եմ, քո գործերը պատմելու եմ, ամենուր դավանելու եմ, հարություն ես դու արել։ Ամենուր դավանելու է, հարություն ես դու արել։ Ասովորես չէ, որոնց դասը կարող է, Դեպյանքիս մեջ մուծություն կա, որ հոգվի ունեղություն կա, ես գիտեմ, որ ինձ օգնող կա, միասին, հարություն ես դու արել, ես գիտեմ, որ մի ճամփա կա, մարդը պետք է հավատքով կա, և տեսնի, որ հաղթություն կա, հարություն ես դու արել, ես ամեն քեզ օգնելու եմ, քո գործերը պատմելու եմ, ամենուր դավանելու եմ, հարություն ես դու արել, ես ամեն քեզ օգնելու եմ, քո գործերը պատմելու եմ, ամենուր դավանելու եմ, հարություն ես դու արել։ Ես ամեն քեզ օգնելու եմ, քո գործերը պատմելու
որ հաջորդ երգը երգենք, մենք երկու շաբաթ առաջ այցելեցինք հիվանդանոց եւ մեր սիրելի Արշակ եղբոր հետ գնացինք այցելելու իր խնամու Վարդանի մամայի տատիկին, եթե ճիշտ եմ ասում, Մագդա Քույր Կիրակոսյան։ Եվ Մագդա Քույր անշուշտ պարկած էր, երբ որ սկսեցինք խոսել, նշաններ ցույց տվեց, հետո որ հայրմեր աղոթքը ասեցինք միասին անենք, դեմքից հայտնի էր, որ գիտեր աղոթքը, ուզեց մասնակցի եւ մենք գրեթե մի կես ժամ մոտ էինք եւ հասկացանք, որ Աստված կպավ մեր քրոջ սրտին, հասկացանք, որ իր մեջ այդ հավատքը որ կար, իր կյանքի այդ վերջին դժվար պահերին, դժվար ժամերին, անշուշտ դրանից մի քանի օր հետո արդեն մեր քույրը մեկնեց երկինք, ննջեց Քրիստոսով եւ հավատում ենք, որ այդ օրվա վկայությունն էլ մեծ մխիթարություն եղավ, ինչպես նաեւ Վարդան ջան ձեզ եւ ձեր բոլոր բարեկամներին։ Եվ այդ առիթով ուզում ենք մեր սիրելի երգերից մի երգ երգենք, որ բոլորս անգիր այս երգը գիտենք եւ երգում ենք, եւ այդ երգի անունն է ինչ։ Պանդուխտների թափառական եւ հոսոտար եւ հոսոտար։ Բոլորս միասին եւ հանդավառ
Jedem asa Յուրքը շնացում հրեշտակացել Ալովողջույն Կգերգեղեն անմահությունը Սուրբերում Յուրքը շնացում հրեշտակացել Ալովողջույն Կգերգեղեն անմահությունը Սուրբերում Ովքեր են հավատում, որ այդ սիրուն տունը կա ու մենք պիտի գնանք, որտեղ այստեղ մնային չեն, մենք այստեղ պանդուխներ ենք թափառական։ Պիտի խնդրեմ, որ Սարգոն և Մայքը առջև կան մեր երոջը սիրո նվերներ դալու։ Շատ կարևոր է այս պահում մեր երեսներում վրա ուրախություն ունի։ Քանի որ դերոջը հանդիպելու է եւ դերոջը ուտանք եւ դերը կպատվիրե որ ուրախություն աղոթյալ։ Տեր Հիսուս քեզ սրտանց փառք ուտանք քո անսահման սիրույթ համար, որ հոժարեցար քո հորը Տեր Աստծու, որ աշխարհ իջնես, մարդու մարմին առնես, մեզի պես ապրիս, մեզի պես ցավիս, եւ մեր վիճակը լավ հասկանաս եւ քո կյանքը ծրիր, որպես մեզի կրկություն եւ ավետարան կյանք տվիր։ Փառք ատմեց զորությանը համար։ Եվ Տեր Հիսուս ինչպես քո կյանքի ընթացքին օրհնեցիր այդ հացը եւ ցուգը եւ հազարներուն գերակուր եղավ։ Կաղոթենք Տեր Հիսուս, որ դուն օրհնես աս լումաները, որ քու ժողովուրդը պիտի դա, ինչպես օրհնեցիր հացը եւ ցուգը, նույնպես օրհնես եւ քու թագավորությանը եկեղեցի եւ բոլոր ծառայության համար, որպեսզի կործածվի եւ շատ մողոքիներ քեզ ճանչնա։ Աս բոլորը կխնդրենք Տեր Հիսուս, քո անունով փառքի համար։ Ամեն։ Ընդհանրապես աս բաղում նվակ կլա, բայց մեր սկաց որ նվակ պետք է, սկսավ երկյան նվակ Բարելույս բոլորին։ Մեր մեջը լավ որ առաջին անգամ եմ ու կայեկից։ Այո։ Նարա և Բարտան, շատ ուրախ եմ, աշակ երկնոր խնամիներ
Մագդալինին, մաման և այլ ուրախ եմ։ Այսօր հարսանիք ունի։ Հարսանիք ունի։ Ինչպես կիցա։ Հարսանիքը ատպես է։ Եվ որ երեխամը դերոջը լեդևիր է, ինչ կլա, երգիտ ուրախան։ Երգիտ ուրախան։ Մենք քրիստոնյա ենք, Քրիստոսի կեհեդևին, Քրիստոսի ջրավ իր ծնողքը, դաջար դարին և Քրիստոսի նվիրեցին։ Մենք այդ նվիրումին գավելակ, դերոջը նվիրել, և ոն չի գենա, նվիրենք, ետ մեզի ուկա երեխան, և մենք աստուծո համար իրենց գողոքան, ունեցնենք, աստուծո ճամպաներում մեջ, և ադե մեր զնոհական մաշկում։ Ուրիշ մեկը չի գա։ Լավ։ Գաղութենք մենք մեր ներսես եղբայրը Հայաստան է, իր ծառայությունը քիչ վերջ պիդեստանք, բարևներ ունի ներսես եղբայրը, դերը գործն է, գիտենք եմ որ դերոջը անունով ինչ գործ ոզվինես, դերը բարավորվի և գործն է։ Ուրեմն նախ ներսես եղբոր ուղարկած տեսապուղերձը նայեք, ես նայեցի բավականին լավ էր և ուզեցի, որ դուք եք նայեք, ներսես եղբորը կարողաց կանի։ Գիտի ողջույն ձեզ, վստահ եմ նավ փառապանություն երկրպագություն այցեք Աշոտ եղբոր հետ և պատրաստում եք Աստծո խոսքը։ Սրեք ձեր ակաջները, տեսեք դերը ինչ է ձեզ հետ խոսում, իսկ մենք ստեղ հայրենիքում հոյակապ ծառայություններ ենք ունենում։ Գյումրիում առաջ Աստված հանդիպեցի Ավեկ եղբոր հետ ծառայությունը սկսելու են Գյումրիում։ Հայր մեր Հայաստան ծառայությունը անհայր երեխեքի համար սկսելու ենք արդեն, դա հաստատվեց, ծառայությունները սկանչելի ձևով անցնում ենք Փասկվալի և Նորմայի հետ, Սուրբ Հոգու առաջնորդությամբ հոյակապ գործեր են կատարվում, հոյակապ ուղղակի։ Եվ ես էլ ծառայեցի կյանքի խոսի գեղեցիկ կայարանի մոտը, շատ գեղեցիկ ծառայություն անցավ այսօր և անհամբեր սպասում եմ միանալու, որ ավելի շատ նկարներ և ծառայության լուրեր բերելու, ֆիզիկապես հոգնած ենք, անքուն ենք որոշ տեղեր, բայց երբ որ քարոզում ենք, դրանց ոչ չենք կարող քնել, որովհետև Սուրբ Հոգով այնպես լցված ենք։ Վստահ եմ, երբ որ վերադառնամ նորից կարող մի քիչ հոգնած ունեմ, բայց ասեմ ձեզ, հոգևորապես այնքան թարմացած եմ, որ անհամբեր սպասում եմ գամ, որ կիսվեմ ձեզ հետ, թե ինչ գեղեցիկ բաներ դերը կատարում հայրենիքի մեջ, այս եկեղեցու մեջ և շատերի։ Դերը օրհնի ձեզ առատապես, կսպասեմ մինչ հաջորդ կիրակի։ Սիրելի եկեղեցի, ողջույն ձեզ։ Քեզ կրկվում է երկրորդ բաժինին կգականի։ Հիմա առիթը նա գարմա եղբայրև եղեցիք երկուներ երկելու, հայր և աղջիկ սիրունա, որ երկու ինչ են շատ միանալիա, համեցեք, ես ուղակի նայում եմ և հիանում եմ։ Ինչպես եք սիրելիներ։ Կա որ լավ լինենք, որտև Աստծո ներկայության մեջ ենք և արդեն այս երկիրով օրհնվեցինք և Աստծո խոսքով և հետաքրքիր այսօր
փոխադարձ ընթերցման ժամանակ հատված կար, որ կարդացինք միասին եւ Տերոջը սիրո մասին էր խոսում եւ ասում էր, որ ինչը պիտի մեզի զատի Քրիստոսի սիրուց, այնքան սիրեց Տերը մեզ, որ իր կյանքը տվեց, չէ՞ մեզ համար, խաչապայտին այդ տանջանքները գրեց, բայց հիմա կապրի, հարություն առած է եւ մեզի ամենորսորացնում է եւ մեզի հետ է հաղթեց չարին, հաղթեց մահվան եւ այդ հատվածից մի փոքր առաջ Աստծո ճշմարիտ խոսքից եմ ուզում կարդամ նույն հատվածում է գտնվում, որը Հռոմեացիս 8-րդ գլխի մեջ է ուրեմն 8-րդ գլխից 31 համարից եմ ուզում կարդամ եւ այս երգը որ անգլերենով պիտի երգենք ճիշտ այս խոսքերը ունի իր մեջ, այս խոսքերն իր մեջ պարունակում։ Ուրեմն, ինչ ասենք այս բաների համար, եթե Աստված մեր կողմն է, մեր հետ է Աստված, ով պիտի լինի մեզի հակառակ, կամ ով կարող է լինի մեզի հակառակ, երբ որ Աստված մեզ հետ է։ Այն, որ իր որդին չխնայեց, հապա բոլորիս համար մատնեց զանիկա, այլ ինչպես անոր հետ բոլոր բաները մեզի չի պարգևել։ Ով է, որ Աստծո ընտրածներուն դեմ մեղադիր կլա, Աստված է, որ կարդարացնե, ուրեմն ով է, որ կդատապարտե, Քրիստոս է, որ մեռավ, մանավանդ, որ հարություն ալարավ, ու Աստծո աջ կողմն է, որ մեզի համար բարեխոսություն կնե։ Ամեն։ Հիսուս հարություն առավ, որ աջ կողմը նստած մեզ համար, մեզի մեծ գնով ծախու առավ, և եթե Տերը մեզ հետ է, ով կարող է մեր հետ հակառակ լինել, ենք արդեն հաղթած են Քրիստոսով, Հիսուսով, Տերն է օգնողը, բժշկողը, հոխիի մեջից հանողը, ներողը, օրհնողը, բարձրացնողը և այս գեղեցիկ երգը անգլերենով միասին պիտի երգենք։ Our God is healer, awesome in power, our God.
Մեկ երկու հայդարարություն այսօրվա դուրսի հյուրասիրությունը մեր Մագդա Կիրակոսյանի հիշադակի համար է երրորդն է իր հիշադակը և հաջորդ հայդարարությունս Կիրակնորյային կուկա մի խնդրենք, որ բոլոր ծնողները, որ երեխաներ ունին Կիրակնորյա դանին և որ դանի ծնողներ հոմնի մնան շատ լավ հոգ կդանին Կիրակնորյայի խումբը, շատ սիստեմատիկ աստոխոսկը, art, crafts, մզիկներում սպա կբահեն, բայց և որ ծնող կրան է, կիշմը դարբեր կրան, պիտի խնդրե, որ ծնողներ, երեխաներ դարեք և հոմնի մնացեք, վստահեցեք, շատ գեղեցիկ կարգարկություն կարելի։ Հիմա ժամանակ դիտամ Աշոտ եղբոր և մեր նվիրումի երեխային։ Շնորհակալ եմ, աչեր եղբայր, մենք հիմա ուզում ենք այստեղ հրավիրենք մեր սիրելի Ալեքսանդր Կուլաջյանին, ճանաչում եք իրեն։ Բայց ինքը ասում է, որ ես մենակ չեմ կարական, պապաս ու մամաս հետս պետք է համեցեք, խնդրեմ, ուրա մեր Ալեքսանդրը։ Հետևն է, սպասենք։ Կարող ես նա ծապտան նոր գա, մի բան հարց։ Մի քանի վայրկյան սպասենք, մենք նվիրման արարողություն պիտի անենք, բոլորս միասին աղոթքով, փոքրիկին տիրոջ առջև պիտի տանենք, շատ լավ, ավելի բացատրեմ ինչի մասին է խոսքը մինչև գամ։ Կարանք երգենք, ուզում եք երգենք, կարող եմ երգենք նոր գա ինքը։ Լավ, եկեք մենք աշխուժ երգենք, Արման ջան, արի հետ երգենք, ուս երկը քո սիրած երգելությունը։ Բայ գարկե։ Ուսի որ նարդի։ Ինչու չկա։ Լավ, չէ, նոր անջանից, սպասի։ Անազ մայթի չէ, ձերդ բարձր խանգար տելեֆոս է։ Տեսն։ Հիմա երկում եք, վայ ջան։ Այս եք երկելու, ես երկը սիրում եք դուք։ Դես է երկնացի։ Ո եկավ եք։ Լավ, նվիրում անեք հետո երկենք ուրեմն, սպասի քանի որ եկավ, համեցեք Սերկու ջան էստեղ, մոտիկ եկեք կանունեք, հիմա մենք տեսեք ինչ են անում, մեր սիրելի Ալեքսանդրի համար, հայ, լավ ես, Ուրեմն մեր սիրելի Մայքի Ուրեմն երեխայի նվիրման արարողության իմաստը տեսնում եք, սա մկրտություն չի, սա փրկության արարողություն չի, սա ծնողների և եկեղեցու ուխտն է Աստծո առաջ, որ երեխային մեծացնեն Տիրոջ ճանապարհով։ Սա երեխայի համար աղոթք և օրհնության պահ է։ Պարզ է, չէ՞։ Մի համար պետք է կարդանք բոլորս միասին, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծո արքայությունը չընդունի մանկան պես, Ալեքսանդրի պես, նրա մեջ չի մտնի, այսինքն երկնքի արքայությունը, և նրանց իր գիրկն առնելով ձեռքը նրանց վրա դրեց և օրհնեց։ Հիմա Սերկուին խնդրեմ անգլերեն նկատա, Սերկու ջան, ես անգլերեն Surely I say to you, whoever does not receive the kingdom of God as a little child will by no means enter it. And he took them up with his arms and laid his hands on them and blessed them. Mark 10:15. Հիմա երկու հարց կա, անգլերենով աշուշտի կարդանք, ես նախ ձեզ կարդամ։ Առաջին հարց հետևյալն է։
ուղղված է ծնողներին։ Դուք խոստանում եք Աստծո օգնությամբ այս երեխային դաստիարակել Տիրոջ խոսքի, աղոթքի եւ քրիստոնեական կյանքի օրինակով։ Անգլերենը կարդա եւ պատասխանեք։ Question. Do you promise to create in your home the Question internet? one. Oh, sorry. Do you promise with God's help to raise the child accordingly to the world of the Lord through the prayers and by the examples of Christian life? Yes. Do you promise to create in your home an atmosphere in which this child will learn to love and know the Lord? Ayo. Այո։ Համաձայն ես։ Հիմա խնդրում եմ բոլորս ոտքի կանգնենք ոտքի։ Մեր սովորությունն է, մեր աջ ձեռքեր այսպես պարզենք դեպի երեխային բոլորս եւ հիմա աղոթք պիտի անենք։ Մեր երկնավոր Հայր, շնորհակալ ենք Ալեքսանդրի համար, նրա ծնողների համար, որ դու նրան լույս աշխարհ բերեցիր, նվիրեցիր այս մանուկին։ Մենք հավատում ենք Տեր, որ նրա կյանքի համար ընտիր ծրագրեր ունես, լավ ծրագրեր ունես եւ այդ հավատքով մենք նվիրում ենք քեզ Ալեքսանդրին, խնդրում ենք, որ իր կյանքի ողջ ընթացքում իր հետ լինես, զորացնես իրեն, առաջնորդես իրեն եւ մեծանա շնորհքով, մեծանա քո գիտությամբ եւ ծառայի քեզ ապրի քո տան մեջ, իր ծնողներին ուրախացնի եւ մենք փառք տանք քեզ։ Օրհնիր նաեւ մայրիկին եւ հայրիկին, մեծ մայրիկներին, մեծ հայրիկներին եւ քո արժեվ գալով ասում ենք Տեր, փառք քեզ Ալեքսանդրի համար։ Օրհնիր, պահիր եւ պահպանիր։ Ամեն։ Ոս եկեղեցի գոմեն ստացա ավելի վգահական Ալեքսանդրին ասնվիրում է արիքով։ Thank you. Շատ լավ, ծափերով որ դիվանով։ Արման ճանապարհի որ Արմանի բերից չենք կարող չասել, մենք ով ենք որ Արմանի չասենք։ Հիմա երկում ենք գեղեցիկ էր, քանի որ Ալեքսանդրը շատ աշխուժ երեխա է մեծանում, այս երկը հենց աշխուժ երեխա, հատուկ իր համար։ Եվ շատ աշխուժ։ Եկեք գովենք ու եկեք երասրասում, օրնեք բաղավանեք կերոս սերնանում, սամոսներ ասենք դրնան ու լավիվով, օրնում ենք կեսուտ ես ակալում, օրնյան ենք օրնյան, անամոր ասկան, իրով անհման երդան որմարման, Ակրուսություն, ակրուսություն, դինի որու որու երկու
Աստծո խոսքի օրհնությամբ։ Հոգնած մարդ կա։ Մի հատ շուր արի կողքինի տասա, ես շատ օրհնված եմ, որ այստեղ եմ։ Կողքինի։ Աստղիկուր այսպես արես, բայց դե վաչեն է տոտը, դուք մի արեք։ Ճիշտ է, ամեն ինչ ճիշտ է։ Նյութս վերնագրել եմ օրհնության հնարավորություն։ Դեպքը 5 գտակարանից բոլորիս հայտնի դեպք է։ Դավիթ թագավորը, իմ այստեղ ինչ կա բոլորը տեսնելու եք, բայց ոչինչ։ Դավիթ թագավորը Իսրայելի փառահեղ թագավորներից էր, երկրորդ թագավորը, որը 40 տարի թագավորեց, 7.5 եւ 30 տարի, եւ Դավիթի մասին շատ լսել ենք քարոզներ, բայց այս դրվագը բավականին ինձ այդպես աչքս բռնեց։ Դավիթը արդեն քաղաք ուներ, հարուստ էր, կայացել էր, փող ուներ, տուն ուներ, բայց միտք եկավ, որ Աստծո ուխտի տապանակը դեռ անշուք տեղում է։ Եվ մտածեց, որ ճիշտ չի, որ ես լավ տեղում եմ, բայց Աստծուն հարգանք եւ պատիվ չտամ, եւ որոշեց ուխտի տապանակը բերել քաղաք, բերել իր տուն եւ մեծ խնջույքով, հանդիսավոր կերպով պատվել եւ մեծարել Աստծուն։ Եվ կարդում ենք Ամնացորդաց 13-րդ գլխից այս դեպքը։ Ամինադաբի տնից Աստծո տապանակը դրեցին մի նոր սայլի վրա, եւ Ոզան ու Աքիովը քշում էին սայլը։ Դավիթն ու ամբողջ Իսրայելը իրենց ողջ ուժով ապարում էին Աստծո առաջ օրհներգություններով, քնարներով, տավիղներով, թմբուկներով, ծնծղաներով եւ փողերով, երբ նրանք Գիդեոնի կալին հասան, Օզան, որի անունը մի քանի տեղեր ուրիշ կերպ է, Օբեդ Եդոմը, իր ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը, որովհետև եզները ծռել էին այն։ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Օզայի դեմ, եւ Տերը հարվածեց նրան, որովհետև նա ձեռքը մեկնել էր տապանակին, եւ նա մեռավ այնտեղ Աստծո առաջ։ Դավիթը զայրացավ, որովհետև Տերը մահացու հարված էր հասցրել Օզային, եւ այդ վայրը մինչև այսօր կոչվում է Փարես Օզա։ Դավիթն այդ օրը վախեցավ Աստծուց եւ ասաց. Ես ինչպես Աստծո տապանակը տանեմ ինձ մոտ, եւ Դավիթը տապանակը չտարավ իր մոտ, Դավթի քաղաքը, այլ ճանապարհը շեղեց ու տարավ Գեթացի Աբդեդոմի տունը։ Աստծո տապանակը 3 ամիս մնաց Աբդեդոմի ընտանիքի մոտ, եւ նրա տանը Տերը օրհնեց Աբդեդոմի տունը ու նրա ամբողջ ունեցվածքը։ Այս պատմությունը բավականին դժվար պատմություն է, որտեղ Դավիթը լավ բան ուզեց անել, տապանակը բերեն պատվով, հարգանքով, երգերով, երաժշտությամբ, եւ սայլապաններից մեկը, երբ որ տեսավ, որ թեքված է ուխտի տապանակը եւ եթե ընկնիկը կոտրվի, հավանաբար լավ շարժարիթով, լավ դիտավորությամբ, ձեռքը տարավ, որ տապանակը, ուխտի տապանակը շտկի։ Հիշում եք ուխտի տապանակը սատիվի փայտից մեծ արկղեր, ոսկեպատ, որի մեջ կար Աստծո օրենքները, մանանան եւ ծաղկած գավազանը։ Եվ կարդացինք, որ զգայացունց դեպք տեղի ունեցավ, զարմանալի։ Այս տղան, երբ որ ուզեց շտկի, տեղն ու տեղը Աստված խփեց եւ մեռավ։ Վախեցան, եւ Դավիթը վախեցավ, եւ Դավիթը չուզեց տապանակը տանի իր տունը, որտեղ մտածեց, սա վտանգավոր է։ Վախ ընկավ ժողովրդի վրա։ Հաճախ երբ որ հասնում ենք այս հատվածը, բայց իմ կետս այսօր մի քիչ տարբեր է, որովհետև կարդում ենք, որ Դավիթը չուզեց, վախեցավ, չտարավ իր տուն, եւ Աբդեդոմ անունով մի գեթացի մարդ իր տունը տարավ։ 3 ամիս պահեց եւ ասում է Տերը այս մարդուն եւ իր տունը ինչ արեց, օրհնեց, առիթից ով օգտվեց, Աբդեդոմը։ Բայց Դավիթը, մեծ Դավիթը թագավորը վախեցավ։ Դեպք ինչու տեղ ունեցավ այստեղ մանր է անշուշտ, մի քանի պատճառով, որովհետև ուխտի տապանակին չէին կարող պարզ մարդիկ կպնել։ Սա սրբության օրենք է։ Եվ Աստված ասում է, որ չդպչեք նրան, որտեղ նրան միայն կարող են դպչել որոշակի մարդիկ։ Կահյաթի որդիները, որոնց ոչինչ չտրվեց, կարդում եք Թվոց 7:6-9,
եւ նրանց պաշտոնը իրենց ուսերի վրա սուրբ անոթներ կրելն էր։ Այսինքն ուխտի տապանակը միայն կայակի որդիները կարող են վերցնել իրենց ուսի վրա, հաջորդ համարում ելույթի մեջ ասում է, որ նույնիսկ չէին կարող իրենք էլ կպնել, օղակներ պետք է սարքել ոսկուց եւ ձողերը մեջը պետք է անցկացնեն, իրենք միայն ձողերը պիտի վերցնեին, ուխտի տապանակին որևէ մեկը իրավունք չուներ կպնելու։ Ինչու՞։ Շատ պարզ եւ հստակ է։ Սա օրենք է ցույց տալու համար, որ Աստված թույլ չի տալիս մեղավոր մարդուն առանց հավատքի եւ առանց լվացվելու մոտենալ իրեն։ Ուխտի տապանակը խորհրդանշում էր Աստծո սուրբ ներկայությունը։ Այս դեպքը մի տեսակ արթնություն բերեց, վախ բերեց, բայց նաեւ քննություն բերեց։ Դավիթի պես մեկը հասկացավ, որ ինքը թագավոր է, հարուստ է, քաղաք ունի, բայց ինքն էլ սահմաններ կա, որ չի կարող անցնել։ Ամեն։ Եվ հասկացավ, որ Աստված կենդանի է։ Շատերն ասում են, սա 5 կտակարան է, չէ՞ սիրելիներ, նոր կտակարանում Անանիայի եւ Սաֆիրայի պատմություն ունենք, նոր կտակարան, Պետրոս առաքյալ, նույնն էր։ Կարծեցի, որ եկեղեցին հասարակ բան է, սուտ խոսելը Սուրբ Հոգուն սովորական բան է, Պետրոս առաքյալն է սովորական մարդ է, կոստյում շալվարը հագել, գալստուկա կապել, եկել, ոչ։ Երբ որ սուտ խոսեցին, գրված է թե Անանիան, թե Սաֆիրան, երկուսն էլ ինչ եղան, զարկվեցին Աստծո կողմից։ Ինչ ենք սովորում։ Սովորում ենք հետևյալը։ Թագավորը վախեցավ, բայց հասարակ մարդը օրհնվեց։ Դավիթը չնայած որ արդեն թագավոր էր, սկզբում վախեցավ։ 3 ամիս հետո տեսավ, որ օրհնվեց այդ հասարակ մարդու տունը, հասկացավ, որ Աստված չի վախեցնում մեզ, այլ Աստված ուզում է, որ շարժվենք իր սրբության կանոններով եւ օրենքներով։ Այս պատմությունը ցույց է տալիս իրեններ, որ մենք ինչքան էլ համբավ եւ անուն ունենանք, հավատքի նկատմամբ պետք է լինենք շատ զգայուն։ Գիտեք, տապանակը սայլակով տանելը կամ սայլով տանելը հեշտ մի բան էր, բայց հեշտությունը դա դեռ չի նշանակում, որ ճիշտ քայլ արեցին։ Ես մի վայրկյան այստեղից հետևեմ, որ ձեզ ամեն անգամ հետ առաջ ցույց չտամ։ Ես iPhone-ս փոխել եմ, չի միանում ստեղ, պետք է հետ հինը վերցնենք։ Մի քանի կարևոր կետեր։ Բարի տրամադրությունը չի փոխարինում հնազանդությանը։ Այդ մարդը Օզան կամ Ոզան լավ բարի տրամադրություն ուներ պահելու ուխտի տապանակը, բայց բարի տրամադրությունը դա դեռ չի նշանակում, որ դա Աստծո ուզածն է։ Այլ Աստված ինչ է ուզում, Աստված մեզ հստակ իր խոսքի միջոցով արդեն իսկ ցույց է տվել։ Եվ Աստված մարդկային մեթոդներով թույլ չի տալիս, որ մենք մոտենանք իրեն։ Աստված ընտրել է մի ճանապարհ, որով կարող ենք մոտենալ, եւ այդ ճանապարհի անունն է Տեր Հիսուս Քրիստոս։ Ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ ինձանով Տեր Հիսուսն ասեց։ Սա կարևոր միտք է, որ մենք պիտի ըմբռնենք այս պատմությունից։ Երկրորդ, սրբության նկատմամբ թեթև վերաբերմունքը միշտ վտանգավոր է։ Շատերս եկեղեցի են գալիս, մտնում ենք, ելնում ենք, մարդկանց ենք տեսնում, եկեղեցողություն ենք լսում, բայց միշտ մեր սրտի մեջ, մեկ անկյունում սրբության երկյուղը պիտի լինի։ Ամեն համաձայն եք ինձ։ Պիտի իմանանք, որ Աստված ամենատես Աստված է, եւ Աստված քննում է երկիրը, եւ Աստծո աչքից ոչինչ եւ ոչ ոք չի վրիպում։ Բայց ոչ թե վախենանք, ինչպես Դավիթը վախեցավ, այլ մենք անենք հավատքի քայլ, ինչպես մենք տեսնում ենք, որ Դավիթը վախեցավ, բայց Աբդեդոմը, ինչ բարդ անունը Աբդեդոմ, մեր անունը, մեր բառերով ասենք, Արթուր, լավ, Արթուրը հավատաց եւ տարավ։ Ինչն է այստեղ շատ հետաքրքիր ինձ համար սերներ։ Հետաքրքիրը սա է, որ մենք հաճախ կարող ենք առիթից օգտվել։ Մեր կյանքը առիթներ են։ Այսօրը վաղը չի լինելու։ Հիմա եղած բաց դուռը մենք չգիտենք վաղը բաց կմնա թե չէ, համաձայն եք ինձ հետ։ Այսօր առողջ ենք, ով ասեց, որ վաղն էլ առողջ կլինենք։ Այսօր հաջողակ ենք, ինչ գիտենք վաղը ինչ կլինի մեզ հետ։ Դրա համար սիրելիներ, առիթը
հանգամանքը, պատեհությունը բաց չթողնենք։ Մի ասեք, ես ժամանակ չունեմ եկեղեցի գնալու, աղոթելու, դու նույնքան ժամանակ ունես, որքան ուներ Դավիթը, Սողոմոնը, Մովսեսը, Հեսուն, բոլորը, Պետրոսը, նույնքան ժամանակ ունենք մենք։ Աստծո խոսքն ասում է ամեն բանի, ասեք, ժամանակը կա եւ 28 տեսակ ժամանակներ է հիշում ժողովող գիրքը, այսինքն մենք ժամանակ ունենք։ Առիթից օգտվիր։ Ինչ առիթի մասին է խոսում Աշոտ եղբայրը։ Այստեղ գրված է, կարդանք։ Փնտրեցեք Տիրոջը, քանի որ նա ինչ գտնվում է։ Կանչեք նրան, մինչ նա մոտ է։ Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, եւ նա կգթա նրան Տեր Աստծուն, որովհետեւ նա առատապես կների։ Ուրեմն փնտրենք Տիրոջը, քանի որ առիթն է, քանի որ դեռ դուռը բաց է, քանի որ դեռ Աստված լսում է եւ ներում է մեզ մեր մեղքերի համար։ Օր կա, որ դուռը կփակվի եւ այլևս ոչ մի զղջում, ոչ մի խոստովանություն օգուտ չի ունենա։ Ցավոք սրտի դժոխքը իրական է, դժոխքում մարդիկ կգիտակցեն, որ ինչ արեցին եւ ուր հասան, բայց նրանց առիթ, ասեք, չի տրվելու։ Ուրեմն առիթը բաց չթողնենք եւ այդ առիթը օգտագործենք։ Այդ առիթը մեր փրկության եւ ապաշխարության առիթն է։ Այստեղ 3 համարներ եմ դրել։ Ապաշխարեցեք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտեցել։ Հետո մոտ կլինի թե չէ, չգիտենք։ Հիմա մոտեցել է։ Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։ Երբ է? Հիմա։ Մի քիչ հետո չի, մի քիչ առաջ չի։ Այսօր եթե նրա ձայնը լսեք, մի խստացրեք ձեր սրտերը։ Լսեցինք Աստծո ձայնը, ինչպես լսեցինք։ Պատգամի միջոցով, երգի միջոցով, քարոզի միջոցով։ Այսօր եթե նրա ձայնը լսեցինք եւ այդ ձայնը մեզ ասում է. Որդիս, ես քեզ սիրում եմ, որդիս, ես քեզ համար Գողգոթայի խաչի վրա փրկություն եմ պատրաստել, միայն հավատա, միայն ընդունիր եւ ծրի փրկություն կունենաս։ Այդ է չէ պատգամը։ Այսօր երբ որ նրա ձայնը լսեցինք, մեր սրտերը ինչ չխստացնենք։ Օրհնություն եւ անեծք կարդացինք։ Գիտեք ինչ է, դուք հավատում եք, որ այս կյանքում կա օրհնություն եւ անեծք։ Նույնիսկ անհավատներն են հավատում։ Նույնիսկ եկեղեցի չեղողներն են հավատում։ Ես հաճախ լսել եմ, ասում են Աշոտ եղբայր, նա աղոթի գործերս դզվի էլի։ Ինչ անում եմ, ծուռա գնում։ Լսել եք այդպիսի բան։ Մեկ այսօր չեք ծիծաղել ոնց որ։ Մեկ ընկերոջն ասում է, հիշում ես, որ զանգեցին, որ տունս վառվել է, դու կողքս ես, հա, ասում աղբերս կողքը կանգնած է։ Հիշում ես, ասում որ զանգեցին, ասեցին, որ կինը դիվորսի թուղթ է գրել, թողում է գնա, տխուր պահեր, դու էլի կողքս ես։ Ասում ես մոտդ եմ հիշում եմ։ Հիշում ես, ասում որ զանգեցին, ասեցին, որ բանկի թաշիվները փակել են, այլևս մի կոպեկ փող չունես։ Դու էլի կողքս ես, ասում հա, էլի կողքդ է։ Ասում չես զգում, ոտդ խելոք չի։ Մտածում պետք է գովա, պետք է ասի, որ միշտ նեղության մեջ։ Մարդիկ հավատում են, որ կա օրհնություն եւ անեծք եւ ճիշտ են անում։ Ինչ է օրհնությունը։ Աստծուց կամ որևէ մի անձի կողմից բարեհաճություն, բարիք, հաջողություն դեպի մեզ։ Օրհնություններ ստանում ենք Աստծուց, օրհնություններ ստանում ենք ումից։ Իրարից էլ չես ստանում։ Երբ որ մեկից օրհնություն, բարի մի բան, ժպիտ, խոսք, մի բան ստանում ենք, մենք պետք է երախտապարտ լինենք, չէ՞։ Շնորհակալություն ունենք, համաձայն եք։ Ես միշտ կատակ եմ անում, որ հյուրասիրում են, ասում են լավ էր, չէ՞, ասում եմ լավ էր, բայց կարող միշտ ավելի չէ։ Շատ լավ էր, միշտ գոհ լինենք 100%-ով։ Անեծք ինչ է սիրելիներ, կամ նզովք, մի վիճակ է, որի մեջ կորել է Աստծո ողորմությունը, չկա ողորմություն, դատապարտություն մեղքի պատճառով։ Շատերը այսօր անեծքից վախեցած, նույնիսկ գնում են բախտակուշակների մոտ, մոմթափողների մոտ, չգիտեմ ինչ տեղեր, որպեսզի այդ անեծքից դուրս գան։ Մեկը ասել է, որ անեծքը դա անցյալի մութ ստվերներն են մեր կյանքի վրա։ Շատերն հավատում են, որ այդ անեծքը անցյալից է եկել։ Կամ իրանց պապան, կամ իրանց պապիկը, կամ չգիտեմ ինչ որ մեկը մի սխալ բան արել, ու սա ժառանգական գնում է սերնդեսերունդ։
Բայց սիրելիներ, լավ լուրը ասեմ ձեզ ինչա։ Լավ լուրը այն է, որ Քրիստոս մեզ ազատում է անեծքից։ Տեսեք այստեղ ինչ գեղեցիկ համար է գրված։ Այս համարը կարդանք։ Քրիստոս այո։ Գաղատացիս 3:13 Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց, մեզ համար անեծք դառնալով, քանզի գրված է անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, որ կախվում է փայտից։ Քրիստոսը անեծքը վերցրեց իր վրա, խաչի վրա անեծք դարձավ, որպեսզի ես եւ դուք այլևս օրհնված լինենք։ Մի համարել եմ ստեղ դրել շատ հետաքրքիր համար, տեսեք ինչ է գրված։ Տիրոջ օրհնությունն է, որ հարստացնում է եւ շարունակեք ինչ, եւ ցավ չի ավելացնում նրա վրա։ Մարդը կարա օրհնված լինի նյութապես, հարուստ լինի, բայց երջանիկ չլինի, համաձայն եք։ Հարստությունը վատ բան չի, բայց եթե երջանկություն չկա եւ Աստված ցավից չի ազատում մեզ ոչ մի բան չի կարող ուրախ պահել։ Եվ ուրեմն սիրելիներ, մենք գալով մեր նյութին, ինչ որ կարդացինք այսօր, նորից վերհիշենք, կարճ ամփոփեմ, ուխտի տապանակը Աստծո ներկայությունն է։ Աստծո ներկայությունը սրբություն է խորհրդանշում։ Մենք հավատքով եւ գիտակցումով պիտի մոտենանք Աստծո ներկայության։ Աստված ունի իր կանոններն ու օրենքները։ Մենք չենք կարող խախտել եւ չպատժվել։ Ոչ թե Աստված բարկացած է, չար մեկն է, ոչ, որովհետեւ մենք խախտում ենք եւ գալիս է մեր վրա։ Իհարկե ես սխալ օրինակ եմ, բայց երբեմն ասում եմ հոսանք, էլեկտրական հոսանքը լավ բան է։ Դու միացնում ես եւ լուսավորում ես տունը, շատ գործիքներ օգտագործում ես, բայց եթե մատերդ մտցնես մեջ ինչ կանի, մահ կբերի, խփքես։ Ուրեմն մենք պետք է ճիշտ կանոններով մոտենանք Տիրոջը, իսկ ճիշտ կանոնը հավատքով, զղջումով եւ խոստովանությամբ։ Եվ վերջին կետս, որ նորից ուզում եմ հիշել, օրհնվենք առիթներից, վերցնենք առիթներ։ Ամեն անգամ առիթ չենք ունենալ, բայց այսօր առիթ ունենք օրհնվելու, աղոթելու եւ ասելու Տեր, քո ներկայությունը, քո տապանակը իմ տունս թող գա եւ Աբդեդոմի նման իմ տունը թող օրհնվի։ Հնարավոր չի դու Աստծուն հրավիրես քո կյանքի մեջ, քո տան մեջ եւ փոփոխություն չզգաս, եւ օրհնություն չզգաս։ Քո վրա, ընտանիքիդ վրա, զավակներիդ վրա, նյութականիդ վրա, հոգեվորիդ վրա, առողջությանդ վրա հնարավոր չի, համաձայն եք եղբայրներ քույրեր, որտեղ Աստված խոստացել է, որ մեզ հետ կլինի ամեն վայրկյան։ Մի պահ խոնարհենք մեր գլուխները, եկեք, սեր եղբայրներ քույրեր, աղոթքով Տիրոջ առջև պիտի գանք, նրանք ովքեր որ ուզում են, որ Տերը իրոք գա եւ օրհնի իրենց կյանքը, անկեղծ կարող են այս աղոթքներ կրկնել իրենց մեջ։ Մեր փառավորյալ Տեր, մեր սիրելի Հիսուս, այո, մենք էլ Դավիթ թագավորի նման լավ մտքեր ունենք, բարի բաներ ենք մտածում, բայց օգնիր, որպեսզի ոչ թե վախով եւ սխալով շարժվենք, այլ հավատքով օրհնությունը բերենք մեր կյանքի մեջ։ Տուր այդ հավատքը մեզ յուրաքանչյուրիս Տեր, որպեսզի մենք քո ներկայությունը առնենք, օրհնվենք, փրկվենք եւ տանենք մեզ հետ եւ հավիտյան լինենք այդ ներկայության մեջ։ Օրհնես յուրաքանչյուրին, որ այստեղ է, մանավանդ եթե սիրելի հոգիներ կան, որտեղ քեզ չեն ճաշակել որպես Տեր ու Փրկիչ, այսօր այդ քայլը, այդ որոշումը անելու շնորհ եւ ողորմություն արա։ Փառք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն հավիտյանս։ Ամեն։ Մեր վերջին երկու երկենք եւ կարծեմ One more, yeah. երեխաներ եկան, չէ՞։ Այս անլույս կյանքում հոգիս հանգիստ չէ, ես այստեղ պանդուխտ եմ
եւ օկա աշխարհի երկենից հարազատ չէ մոտ ճամփան միշտ խորտ է ինձ համար բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է եւ արևն կամի կերծվակրան աշխարհում խավարու դարապանք է երկնքում է գանձն ամենական բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է եւ արևն կամի կերծվակրան աշխարհում խավարու դարապանք երկնքում է գանձն ամենական ով Աստված գիտես հոգիս ծարավեր կենդանի ջրի քո աղբյուրի ես գիտեմ որ սերը քո ամբավ է ինձ համար քեզ մոտ կա ավելի դու գիտես որ սիրտս քեզ սպասում է քո երկյուղն է միշտ իմ խորքերում դու գալիս ու սիրտս լիացնում է աննման քո փառքն է ինձ գերում դու գիտես որ սիրտս քեզ սպասում է քո երկյուղն է միշտ իմ խորքերում դու գալիս ու սիրտս լիացնում է աննման քո փառքն է ինձ գերում Արևի պես դու գալիս հարվում է շողերով քո կյանք ես վարքերում խնդությամբ նորից դու ինձ լցնում է ճանաչել տալիս քո սերն անգում Իմ Հիսուսիս թույլ տուր որ փարվեմ Արցունքներն իմ քեզ են որոնում Ես գիտեմ իմ սիրտը դու տեսնում Մի խոսքից անգամից հասկանում Ես գիտեմ որ դու ընդմիշտ ես Կարմեք կամենալ շարունակել Դու ես ներով դու ինձ այս հարցում Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի բոլորիս հետ։ Ամեն։